Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը հանդիպեց Շիրակի մարզում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Հանդիպման մեկնարկին Արուշանյանն ասաց, որ բարձր է գնահատում քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունն ու աջակցությունը մարզի կառավարման գործում։ Օրակարգ որպես այդպիսին չեմ նախանշել, որտեվ պլանավորել ենք այսօր մեծ հանդիպում ունենայինք ու ընդհանուր ծանոթություն եղներ ու թեմաներ որպես այդպիսի քննարկեինք, հետագայում արդեն հետաքրքրող հարցերի շրջանակներում կունենանք ավելի փոքր խմբեր ու դուրս գալով հարցի կարևորությունից շատ հնարավոր է մենք այդ հանդիպումներին հրավիրենք ոլորտային նախարար, ոլորտային փոխնախարար, նաև ազգային ժողովի, հանձնաժողովի նախագահներ, պատգամավորներ, որովհետեւ կապը քաղաքասարակության հետ մեր կառավարության ավելի մոդելնի ու չստացվում է մենակ Երևանում նստած որոշումներ կկայացվի։ Մարզպետն ասաց, որ նպատակ ունի ձևավորել արդյունավետ երկխոսություն մարզային մակարդակում, ինչը նպաստելու է խնդիրների բարձրաձայնմանն ու դրանց լուծման արդյունավետ ուղիներ գտնելուն։ Հանդիպմանը ներկաները հանդես եկան տարբեր հարցերով ու առաջարկություններով։ Հոգեբան, հոգեբելուծող Արմինե Գմյուր Կարապետյանը բարձրացրեց մարզի բնակչությանը հոգեբանական աջակցության տրամադրման, իսկ Արմինե Նիկողոսյանը հաշմանդամություն ունեցող դեռահասներին առնչվող խնդիրներ։ Մեր տրանսպորտի խնդիրն է, որ ունենք հարմարեցված ավտոբուս, Մարզպետարանը մի քանի անգամ մեզ օգնել է վարելիքով, սովորայով, սայլարկով, որոնք մենք կարողացել ենք տարբեր համայնքներից, Ախուրյանից, Մարմաշենից, Սայլագից, Քայլագից օգտվող երեխաներին բերել կենտրոն եւ ներառել այդ մեր բոլոր ծրագրերին։ Մենք հիմա այդ խնդրի առաջ ենք կանգնած, ամեն տարի դիմում ենք տարբեր մարդկանց, այս տարի դեռ չենք լուծել այդ խնդիրը։ Գյումրու երիտասարդական կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Նաջարյանը խնդրեց վերակենդանացնել Շիրակի մարզպետին կից երիտասարդական խորհուրդը եւ կապ պահել երիտասարդական կազմակերպությունների հետ։ Խոսեց երիտասարդական քաղաքականության մասին օրենքի ամրագրումից պնդելով, որ պարտադիր պայման է համայնքում երիտասարդական քաղաքականություն ունենալը։ Գործընկերների հանդիպման ժամանակ մեր առաջարկն ու խնդրանքն է քաջալերել եւ նաեւ ողջևորել, որ համայնքապետարանի ավագանին եւ համայնք առասարակ եւ համայնքապետարանի համապատասխան բաժնի աշխատողները սկսեն մտածել եւ նաեւ քայլեր ձեռնարկեն երիտասարդական քաղաքականություն մշակելու առումով եւ գոնե հատկապես հենց այդ ժամանակահատվածում բյուջեի նոր կազմում 2026-ի համար առանձնացված տող ունենան երիտասարդական նախաձեռնությունների համար։ Գյումրու երիտասարդական պալատը երիտասարդական աշխատողի հաստիկ ու քաղաքականություն ունեցել է սկսած 2017-ից։ Պալատի նախագահը վստահեցրեց լինելով հոակ եւ ունենալով սուղ միջոցներ, առավելագույնն են արել երիտասարդությանն աջակցելու համար, բայց նրանք մնացել են ստվերում։ Նախարարությունները, այն բոլոր օղակները, որոնք կարող են նպաստել հոակների զարգացմանը, մենք շատ պատրաստական ենք համագործակցելու։ Խնդրում եմ ուղղակի մեզ այդ անտեսանելի վիճակից դուրս բերել եւ մասնակից դարձնել են բոլոր հանդիպումներին, որոնք նախատեսված են քաղաքասարակության համար, որովհետեւ մենք շատ ակտիվ ենք այս մասում։ Լսելով բոլոր առաջարկները Դավիթ Արուշանյանն ասաց, որ հետևողական է լինելու դրանց իրականացման հարցում, անկախ նրանից հարցն առնչվում է մարզպետարանին, թե ոչ, եթե խնդիր կա Շիրակի մարզում, դա մարզպետարանի խնդիրն է։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց նոր ու թեմատիկ հանդիպումներ ունենալ, ինչը հնարավորություն կտա կոնկրետ ոլորտային խնդիրներ քննարկել եւ լուծման ուղիներ նախանշել։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, Լուրեր։